Դուք Քրիստոսի մարմինն եք և անդամներ առանց նավար։ Եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները։ Իսկ եթե մի անդամ հարավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Իմ սիրելի քույրեր և եղբայրներ Քրիստոս։ Սուրբ Հատեոս և Սուրբ Բարթոլոմեոս առաքյալների մեր ժողովրդի ավետարանատերների այս սրբազանտոնին մենք կրկին կանգնած ենք այն սրբազան հիմքի վրա, որ մեզ թաքցրել է այն, ինչ որ այսօր ենք, Աստուծո կողմից կանչված, Քրիստոսով վերածնված և հենց առաքյալների քարոզած հավատով ձևավորված մի ազգ։ Մեր հովանավոր առաքյալները Հայաստան եկան ոչ թե որպես քաղաքական գործիչներ, ոչ թե որպես նվաճողներ, այլ որպես ավետարանի քարոզիչներ, որոնց քարոզով է ծնվեց մի ազգ։ Այսօր մենք հավաքվել ենք խորը խառնաշփոթի և ցավի մի վիճակում։ Եկեղեցին ներսից վերավիրավորված է և դրսից ջնջումների տակ։ Հանրային անվստահությունը մեծ է, պետությունը վերապրում է, եկեղեցին պաշտպանում է, կասկած է լցրել մթնոլորտում։ Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է թագողությունների և կասկածների հոտորի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ քայքայություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը քաղաքական օրակարգերը վեր կասելով ավետարանից և եկեղեցու գործունեությունից կպաշտպանի նաև ոսկով ու հոգով։ Մեծ քայքայություն է նաև, որ բողբողված ոսկին պետք է պատասխանել բողբողման, մեղադրանքին մեղադրանքով, արհամարանքին արհամարանքով։ Բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ով ենք մենք։ Այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք։ Եվ հենց այդպիսի բախին է, որ Պողոս առաքյալը ասում է իր դիպուկ ճշմարտությունը։ Դուք Քրիստոսի մարմինն եք և յուրաքանչյուրը նրա անդամ։ Եթե մեկ անդամ դարավում է, բոլորը միասին են դարավում։ Իսկ եթե մեկ անդամ պայծառացնում է, բոլորը միասին են ուրախանում։ Առաքյալի խոսքերը մեզ օտար չեն։ Դրանք հնչել են մեր ժողովրդի պատմության յուրաքանչյուր տարում, մոտ 2000-ամյա, Պարսկաստանի, Բյուզանդիայի, խալիֆայությունների, սելջուկների, մոնգոլների, Օսմանյան կայսրության և սովետական միության ծանր տարիներին։ Երբ մեկն է տարավում, բոլորը միասին են տարավում։ Մենք պահել ենք մեր թանկագին ազգ ու սուրբ եկեղեցին ոչ թե ուժով, այլ համատեղ տարապանքով, համատեղ հավատքով։ Մենք պահել ենք միմյանց անապատներից մինչև աքսորներ, մինչև ցեղասպանություն, մինչև լուր հալածանքներ։ Մենք չենք ապրել, որովհետև ուժեր ենք, այլ որովհետև մեկ մարմին ենք, մեկ եկեղեցի, մեկ աղոտ, մեկ տեսիլ, մեկ հույս, խաչյալ և հարություն արած Քրիստոսում։ Եվ ահա այսօր, երբ ոչ մի
Ոսկոդար հզոր գայսրության չի արգելում մեր հավատքը, մենք ինքներս մեզ ենք խեղդում։ Մեր խոսքով, մեր կասկածներով, հերյուրանների տարածման, խմբավորություններով։ Եթե մեկը տարապում է, բոլորը միասին են տարապում։ Սա արար չէ, սա իրականություն։ Քրիստոսի մեջ մենք պարզապես անհատների մի ամբողջություն չենք, ոչ էլ պարզապես ազգ, եթե անգամ այդ ազգը մեծ ու հբար է, մենք մեկ մարմին ենք, մեկ շուրջ, մեկ հույս, մեկ ճակատագիր։ Երբ եկեղեցին մեղադրվում է, արդարացի թե ոչ, չարչարանք ենք գրում բոլորս։ Երբ մի հոգևորական առաքինության սայթաքի բոլորս ենք ցավովում։ Երբ բերությունը անցնում է իր սահմանները, բոլորս ենք քուժում։ Երբ հոգևորականները փանդարկում են, դա հայտարարություն է ամբողջ ազգի համար։ Երբ մարդիկ խաբում են միմյանց, բոլորս ենք խոսում։ Երբ ադելությունը տարածվում է շուրթերով և էկրաններով, բոլորս ենք այրում։ Հետևաբար, երբ ժողովուրդը որևիցե կողմից մոլորվում է, վախենում, գանդովում ադելության, պիտի վճռականորեն հրաժարվել սնուցելու այն շարի օձերը, որ վարվում են մեր մեջ, որպեսզի բոլորս միահամուռ չգլանվենք փոփոխված բրդերում։ Մենք չենք կարող ձևացնել, որ մենք մարմին ենք, երբ մեր սեփական անդամներն ենք պատառոտում։ Այսօր Սուրբ Թադեոս և Բարթոլոմեոս Տիտոնին մենք կոչված ենք վերականգնելու մեր ամենաբարձր ինքնությանը, այն արժանապատվությանը, որ մեր առաքյալները ազգում սերունդների փոխանցեցին։ Դա այս կամ այն հանրապետության քաղաքացիներ լինելը չէ, դա որևէ կուսակցության կողմնակից լինելը չէ, դա որևէ երկրային հաստատության պաշտպան լինելը չէ, այլ կենդանի Աստուծո որդիները, մգրտված Քրիստոսով, որովհետև յուրաքանչյուր զրպարտության խոսք, յուրաքանչյուր վիրավորան սոցիալական ցանցերում, յուրաքանչյուր արհամարան կրարում, ոչ միայն մեղք է, այլ վեհ է Աստված Քրիստոսի սուրբ մարմին։ Մեր շուրջը նայեք սիրելիներ, ուշադրություն դարձրեք մեր հասարակական խոսքի որակին, կասկածը, բարկությունը, գրեհիկ խոսքերը, անպատկար վիրավորանները, սրանք առաջին քրիստոնյա ազգի ժողովրդի ձայնը չեն։ Ոմանք եկեղեցվո մեղքերը կամ ցավողումները օգտագործվում են արամարանքի արդարացման։ Ոմանք քաղաքական ջնջումները դարձնում են ադելության առիթ, մյուսերը սարում են տարբերության, հիասթափության կամ անտարբերության մեջ։ Բայց երբ մեր աչքերը հեռանում են Քրիստոսից, մենք անխուսափելիորեն ընկնում ենք մեր մարդկային ամենացածր վնասների գիրկը, որը ձևավորված է վախով, հարգության և բաժանման։ Խոնարհության փոխարեն զնվում է հպարտություն և անպարտաբանություն, ճշմարտություն որոնելու փոխարեն բամբասանքի հաճույք, քրտասրտության փոխարեն թշնաման, միաբանության փոխարեն բեգորներ։ Սա Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարթոլոմեոսի ժառանգությունը չէ, սա
Սուրբիկոր լուսավորչի ժառանգությունը չէ, սա մեր սրբերի ժառանգությունը չէ, ոչ էլ այն սերունդների ավանդն է, որոնք պահեցին հավատքը քարայրներում, անապատներում, փաններում, ցեղասպանության և աքսորի տարիներում։ Մենք գոչված ենք արևելին, մենք գոչված ենք ավելի բարձրին։ Մեր առաքյալները Հայաստան չեկան զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով։ Նրանք եկան միայն Հիսուս Քրիստոսի և իր թագավորության հույսով ու սիրով։ Եվ այդ ավետարան ունկած հեթանոսական զոհախ սեղանների ներկում երկրում, ինչպես այստեղ ինձնից 10 մետր ներքև, հենց առաջին քրիստոնյա ազգը, ծնեց առաջին քրիստոնյա ազգը։ Սա մեր իրական գանձն է, սա է մեր ժառանգությունը, սա է մեր բարձրագույն ինքնությունը, սա է Հայաստանի հոգին։ Երբ եկեղեցին առողջ է, երբ հոգևորականները քաջ ու հավատարիմ հովիվներ և առաքյալներ են, երբ մենք բոլորս Քրիստոսի օրինակով ենք ապրում, Հայաստանը բարձրանում է։ Երբ եկեղեցին վիրավորված է, երբ մարդը մարդուն թեմ է դուրս գալիս, երբ մոռանում է Քրիստոսին, Հայաստանը դարանում է։ Մեր առաքյալներն այսօր հիշեցնում են մեզ, որ երկրի հույսը քաղաքական հաղթանակներ չեն, այլ հոգևոր հարություն, ինչպես նաև գարեկցության ադերությունը հաղթելը և սրբության ապրելը և հավատարիմ մնալ այն միակին, ով շնորհում է մեզ կյանք, հույս և հավանականություն։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Նախ պետք է ապաշխարենք։ Պետական պաշտոնյաներ, հոգևորականներ, աշխարհականներ, ամեն մեկս պիտի քննենք մեր սիրտը։ Որտեղ սխալվեցինք, ում վիրավորեցինք, ինչ կամ ում առավել դասեցինք ամենաբարձրյալի կարգից ու իշխանությունից։ Երբ ենք մենք եսասիրական շահեր հետապնդել, ազգին և եկեղեցու առողջության փոխարեն։ Երկրորդ, պիտի մերժենք բաժանման թույնը։ Չպիտի թողնենք, որ քաղաքական խոսքերը որոշեն մեր հարաբերությունները։ Միմյանց պիտի վերաբերվենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես մեկ մարմնի անդամներ, որպես Քրիստոսի հարազատ քույրեր և եղբայրներ։ Երրորդ, պիտի հիմնվենք ավետարանի վրա, եկեղեցին պիտի նորոգվի, ևս առավել սրբվի ու քաջ լինի, ժողովուրդը խոնարհ, աղոթող, հաստատուն։ Մենք հոգևորականներս գրկնապատկված ապավինության Քրիստոսին և նրա ժողովրդին, և բոլորս միասին պիտի վկայենք ճշմարտությունը, որ Քրիստոսն է, մեր խաղաղությունը, մեր լույսը, մեր միասնականությունը, մեր փրկությունը։ Սիրելիներ, մենք ժառանգներն ենք աներևակայելի, հրաշալի և անհավանական մի ժառանգության, բայց այս սերունդը վտանգի տակ է դնում այն, ոչ թե օտարական թշնամական սրերից, այլ անտարբերությունից, բաժանումից, բարկությունից ու զանցարությունից։ Մեր սուրբ առաքելական եկեղեցին բարձրապես հիացմունքի առարկա չէ, այլ կոչված է վերակենդանացնելու։ Չպիտի վերածենք այն թանգարանի, փառավոր անցյալի հուշարձանի, պիտի նորոգենք
ու հաղորդենք նրան կյանք ու սեր, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին կյանք հաղորդի նաև մեզ նրա սուրբ միջոցով։ Չպետք է թողնենք, որ մեր առաքելական Սուրբ Եկեղեցին վերածվի աշխարհի գառույցի, խրջված անպետք վարչակարգերի, քաղաքական պայքարների ու քայքավիչ շեղումների, այն պիտի արժանացնենք Քրիստոսի մարմին, որ մենք ենք, որն էլ երկրի վրա արտացոլումն է Աստծո թագավորության, մշակելով հավատ, հույս և սեր։ Մեր ժողովուրդն ու ազգը երբեք չի պայծառանա առանց իր հոգու, իսկ Հայաստանի հոգին է մեր սուրբ առաքելական եկեղեցին, Քրիստոսով գլխավորված, որն էլ դոնախմբելով ապրում են այն ավետարանը, որ բերվեց Հայաստան Սուրբ Թադեոս և Սուրբ Պատերբոմսի կողմից։ Իմ սիրելի ժողովուրդ, Սուրբ Թադեոսի և Բարտոլոմեոսի այս տոնին վերադառնանք մեր առաջին Քրիստոսին, ով մեզ որդեգրեց մգրտության ավազանին, որ մեզ սնուցում է այս սուրբ սեղանից, ով անքակտելիորեն գաբում է մեզ մեկ մարմնի և մեզ թաքցրել է թագավորության երանելի ժառանգներ։ Հիշենք, թե ով ենք մենք իրական, Աստծո սիրելի զավակներ, Քրիստոսի անդամներ, նրա սուրբ եկեղեցու կենդանի քարեր, և հավատով ու հույսով հիշենք Պողոս առաքյալի փետրվարի խոստումը, և մեկը պատմում է, բոլորս միասին ենք ուրախանում։ Թող ամենակալ Տեր Աստվածը պահպանի և պաշտպանի հայ ժողովրդին, թող հաղորդություն, հաստատություն և բժշկություն տա հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Թադեոսի և Բարտոլոմեոսի օրհնյալ բարեփոխության, այժմ և հավիտյանս։ Ամեն։